Իհարկե մասամբ իմ հարցերը հնչեց, բայց կա մի շատ կարևոր խնդիր, այս ծանր օրերին, երբ որ նաև Նալբանդյան Լավրով քննարկումներ ներգնում, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք ավելի շատ ինֆորմացիա ստանում ենք ռուսական մամուլից, քան մեր մամուլից։ Բնականաբար դրա պատճառը արտգործնախարարության համապատասխան ինֆորմացիայի միգուցե հարմար չգտնելու, որպեսզի տրամադրվի, բայց ակնհայտ էր, որ սկսած Կազանի փաստաթղթից մեր հասարակության լայն շրջանակները տեղեկացվեցին ռուսական ՄԻԴ-ի կողմից բաց թողնված անդադ մեր որոշակի ինֆորմացիաներից։ Ես առաջարկում եմ եւ պահանջում, որ ձեր առաջարկով ազգային ժողովի ղեկավարության արտաքին գործերի նախարարը առնվազն երկու թեմայի հետ կապված, թեկուզ հաջորդ հանդիպմանը, որ պետք է լինի մեր կառավարության հետ, հաղորդագրություն ներկայացնի, առաջինը Հայաստանի եւ այո Լեռնային Ղարաբաղի ռազմական փոփոխության պայմանագրի հետ կապված, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը անվտանգության նիստում, եւ չպատճառաբանվի հանկարծ, որ դա տեխնիկական խնդիր է եւ այլ, ինչի ականատեսն ենք դարձել։ Եվ երկրորդը շատ հստակ տեղեկատվություն ներկայացնի բանակցային գործընթացի հետ կապված, որպեսզի մենք ստիպված չլինենք այլ երկրների լրատվություններից կամ պաշտոնական կայքերից տեղեկանանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Քոքոբելյան։ Գնահատում եմ ձեր մտահոգությունը, բայց ես կարծում եմ, որ մեր արտգործնախարարությունը եւ կարգոսնախարարը մասնավորապես եւ պաշտոնական լրատվամիջոցներին հարցազրույց տալով եւ մամուլի ասուլիսի ժամանակ հստակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ երեկ էլ Ծիծեռնակաբերդում Էդուարդ Նալբանդյանը ներկայացրեց հստակ մեր դիրքորոշումը։ Երկրորդ, նրա բացակայության պայմաններում փոխարգոսնախարար Շավարժ Քոչյանը մասնակցել է փակնիստին եւ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ ինչ վերաբերում է հարցի պատասխանին, դիրքորոշումների ճշտմանը, ես կարծում եմ, որ այստեղ որևէ խնդիր մենք չունենք։ Կառավարությունը հրապարակային աշխատում է, մենք իշխանություններից պատրաստ ենք հրապարակային աշխատելու։ Ես ընդհանրապես որպես իշխանության ներկայացուցիչ, որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ ասեմ, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել։ Հայաստանի Հանրապետությունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ հանրապետության անվտանգության երաշխավորը։ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր։ Այսօր Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ժողովրդավարական անկախ հանրապետություն է եւ ամենակարևորը առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որևէ մեկը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ հանրապետության ճակատագիրը։